Շնորհակալություն պարոն Մերկոնյան, ողջունում եմ բոլորին, ես ևս շնորհակալություն եմ հայտնում պարոն Գեղամյանի հասարակական կազմակերպությանը այս քննարկումը կազմակերպելու համար։ Ադրբեջանի հակահայկական քաղաքականության պատճառներն են եւ պատահական չի ընտրված պատրանքային խաղաղությունը, ու ես կփորձեմ հիմա ներկայացնել, թե ինչու ենք մենք սա համարում ու ինչու պիտի իրավամբ սա համարել պատրանքային խաղաղություն այնինչ ներկայացվում է մեզ մոտ։ Նախ ամենասկզբում, մինչև կգամ հիմնական թեմային, ես ուզում եմ խոսել միջազգային իրավունքի ընկալումների մասին, որը առկա է Ադրբեջանական Հանրապետության քաղաքական իշխող քաղաքական վերնախավի մոտ, պարոն Ոսկանյանը նշեց նաև պարոն Գեղամյանի ելույթում կա դրա մասին, որ իրենք անընդհատ 300,000 ադրբեջանցիների վերադարձը կապում են միջազգային իրավունքի հետ եւ դա հիմնավորում միջազգային իրավունքով, բայց մենք մեզ մոտ են սիրում, հա, անընդհատ կրկնել Հայաստանի միջազգայինորեն ճանաչված սահմաններ եւ այլն, եւ նաեւ խաղաղության մասին խոսելուց է, չէ, վերջերս մանավանդ էլի ասում էին 8 ամիս թե ինչքան կերակոցներ չի եղել, ուրեմն խաղաղություն է։ Մենք հիմա փորձենք տեսնել, թե ինչ ընկալումներ ունեն մեր հարևանները ու ինչպես կարող են նույն միջազգային, հա, ու նաեւ չէ, ասվում էր, որ իսկ ով է ասել, որ այդ 300,000 ադրբեջանցիները վերադառնալու են, ու մենք տեսնենք, թե ինչպիսի ընկալումներ ունեն անձամբ հա նախագահը Իլհամ Ալիևը միջազգային իրավունքի հետ կապված։ Նախ եթե նայեք իր ելույթները 2003 թվականից սկսած մինչև այսօր նախագահ եղած ժամանակ անընդհատ երկու արտահայտություն հանդիպում են միշտ միասին, մեկը միջազգային իրավունքն է, մյուսը ուժի կիրառումը։ Ինքը անընդհատ դրանք տասնյակ հարյուրավոր հիշատակություններ են, որոնք մենք առանձնացրել ենք տեքստերից, երբ որ ասում են միջազգային իրավունքը չի աշխատում, մենք ունենք ուժի կիրառման լեգիտիմ իրավունք։ Այստեղ կտեսնեք մի օրինակ, իրավիճակը փոխողը ոչ թե միջազգային իրավունքներ, խոսում է Արցախի բռնազավթման մասին, ՄԱԿ-ը կամ Հայաստանի կառուցողական մոտեցումը, այլ մեր բանակը, մեր ժողովուրդը եւ մեր քաղաքական կամքը։ Ու շատ իրավեք հաջորդ հատվածին, այսպիսով իրականությունը պետք է փոխվի։ Ունեք արդյոք դա անելու ուժը, եթե ունեք, ապա անում եք, եթե չունեք ուժ եք կուտակում, իսկ եթե ցանկանում եք հանգիստ կյանք, ապա համակերպվում եք այդ իրականության հետ։ Սա մի օրինակ է, երկրորդ օրինակը ավելի հետաքրքիր է, սա ամենաթարմ օրինակն եմ ես վերցրել, հունվարի 5-ին է ասել 2026 թվականին, ասում է այսօրվա աշխարհում միջազգային իրավունք կոչվող բան գոյություն չունի։ Թող բոլորը դա մոռանան, կա ուժ, կա համագործակցություն, կա դաշնակցություն, կա փոխադարձ աջակցություն։ Իհարկե մարդ պետք է ինքն էլ համոզված լինի, որ արտար ճանապարհի վրա է։ Հիմա եթե ինքը խոսում է 300,000 ադրբեջանցիների վերադարձի մասին, ու դա կապում է անընդհատ միջազգային իրավունքի հետ, ու դա զուգորդվում է նաև այն նախադասություններով, որ միջազգային իրավունքը չի աշխատում, ապա որևէ մեկը չունի երաշխավորում, որ վաղվա Հայաստանի Հանրապետության դեմ հերթական սադրանքը տեղի է ունենալու միջազգային իրավունքի ուժի միջոցով վերականգնելու հետ, այդ պայմանավորված նրանով, որ քանի որ չի աշխատում միջազգային իրավունքը, մենք ունենք ուժի կիրառման իրավունք ապահովելու համար 300,000 ադրբեջանցիների վերադարձը։ Սա կապված միջազգային իրավունքի ընկալումների հետ, որը կարծում եմ շատ կարևոր է, եւ երբ որ մենք չափում ենք անվտանգային կամ սահմանում ենք անվտանգային սպառնալիքները, ապա սրա վրա պետք է հատուկ ուշադրություն դարձվի։ Մյուս խնդիրը վերաբերում է խաղաղության, իրական խաղաղության հաստատման հանձնառությանը։ Արդյոք Ադրբեջանում կամ Ադրբեջանի քաղաքական վերնախավը ունի իրական հանձնառություն, իրական խաղաղության հաստատման հանձնառություն եւ նորից դրանից է կախված, չէ, դրա հետ է կապակցված այն հարցի պատասխանը, թե ինչու է հայատյացությունը շարունակվում Հայաստանում։ Հա, կներեք, հայատյացությունը շարունակվում Ադրբեջանում։ Հայաստանում է կամ չէ, բայց այս պարագայում ինչու է շարունակվում հայատյացությունը Ադրբեջանում եւ ինչու է շարունակվելու նաեւ առաջիկա տարիների ընթացքում։ Որպեսզի մենք հավատանք, որ հակառակորդը կամ թշնամին իրապես ունի հանձնառություն խաղաղության հաստատման, ապա երկու բան պիտի համեմատենք նաև Հայաստանի հետ, երկու բան պիտի ակնկալենք, մեկը դա նախկինում եղած խոսույթի փոփոխությունն է կամ խոսույթի տրանսֆորմատիվությունը, այսինքն եթե քո ռետորաբանությունը եղել է թշնամական, ենթադրվում է, որ իրական խաղաղության հաստատումը
պահանջում է խոսույթի փոփոխություն։ Հիմա համեմատեք Հայաստանի հետ, Հայաստանում կա դա, Հայաստանում կա։ Մարդիկ խոսում են խաղաղության մասին, այսինքն մինչև 2020 թվականը գոյություն ունեցող խոսույթը փոխվել է, նաև այսօրվա իշխող վարչակարգի մոտ 2000 մինչև 20 թվականը գոյություն, անգամ մինչև 23 թվականը գոյություն ունեցող խոսույթը փոխվել է։ Ադրբեջանում չի փոխվել, այսինքն գործ ունենք երկու տարբեր իրականությունների հետ։ Մի պարագայում կա խոսույթի տրանսֆորմատիվություն, Հայաստանում փոխվում է, Ադրբեջանում չկա, կա կոնսերվատիվություն։ Պարոն Գեղամյանի թե նաև պարոն Ոսկանյանի ներկայացրած օրինակները լավագույն ապացույցն է, որ Ադրբեջանում չկա խոսույթի փոփոխություն եւ սա նշանակում է, որ չկա նաև իրական հանձնառություն, մենք գործ ունենք դեկլարատիվության հետ, այսինքն ուղղակի հա երբեմն միջազգային այցաններում հայտարարում են, որ այո մենք ենք ուզում խաղաղություն։ Մյուս չափումը, որ կարելի է կատարել այստեղ, դա վերաբերում է երկրորդ մակարդակին, երբ որ քո արտաքին եւ ներքին խոսույթները չպետք է տարբերվեն իրարից, եթե իրապես ունես դրա հանձնառությունը։ Ես ընդամենը մի օրինակ ասեմ, 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Ալիևը դուրս է եկել հանդիպումից գնացել է Ադրբեջանի դեսպանատուն ու եթե դուք կարդաք տեքստը, դա ադրբեջաներենով է, այսինքն նախատեսված է եղել ներքին լսարանի համար, ապա դիամետրիկ հակառակ հայտարարություններ են դեսպանատանը կատարվել, այսինքն ամբողջությամբ թշնամական եւ անգամ դրանից երկու շաբաթ անց Քարվաճառում նորից մի տեքստում 10 եւ ավել անգամ Հայաստանը անվանել է թշնամի, հայ ժողովրդին անվանել է թշնամի, չկա խոսույթի փոփոխություն։ Հիմա կան պատճառներին, թե ինչու չի փոխվում այդ խոսույթը եւ ինչու չունի իրական հանձնառություն Ադրբեջանը խաղաղության։ Այստեղ էլի օրինակ է, շատ հետաքրքիր օրինակ է, թե ինչ է սպասվում ու նորից եթե նայեք ամսաթվին, դա 2025 թվականի նոյեմբերի 3-ն է, այսինքն շնորհակալություն։ Նոյեմբերի 3-ն է, այսինքն բանից հետո է, օգոստոսի 8-ից հետո է ու խոսում եք քարտեզների տարածման մասին, այստեղ նախ Հայաստանի մասին եթե նայեք արտահայտությունները, ամբողջ տարածքը ստեյության անվանում է ադրբեջանական եւ երկրորդը տալիս է նաեւ իմպերատիվներ, թե ինչ ուղղությամբ պիտի աշխատեն։ Մենք պետք է վերադառնանք մեր պատմական հողեր, դա իրականացնելու հիմնական պատասխանատվությունը պետության վրա է ընկնում, այսինքն սահմանում է նաեւ պետության պատասխանատվությունը։ ՀԿ-ները, ինչպես նաեւ ադրբեջանցի գիտնականները, ես գիտեմ եւ հետեւում եմ, որ այս ուղղությամբ բազմաթիվ գիտական աշխատություններ են ստեղծել, դրանց թիվը պետք է ավելի շատ լինի, անհրաժեշտ է թե գիտական աշխատություններ, թե ցուցահանդեսներ, շնորհանդեսներ, պատմական քարտեզների հրապարակումներ, հաջորդ պարբերության մեջ շարունակում է, պետք է պատրաստվեն ավելի շատ գիտական աշխատություններ, ավելի շատ նույնիսկ փոքրածավալ բուկլետներ, որպեսզի եւ ադրբեջանցի երիտասարդները լավ ճանաչեն իրենց պատմությունը եւ համաշխարհային հանրությունը տեղեկանա եւ միևնույն ժամանակ ներկայիս Հայաստան մեր վերադարձը հնչի լիովին տրամաբանական եւ արդարացի։ Ինչու չի փոխվում Ադրբեջանում խոսույթը եւ ինչու ենք մենք համարում, որ Ադրբեջանում չկա խաղաղության հաստատման, իրական խաղաղության հաստատման հանձնառություն։ Պատճառները երկու մակարդակում են։ Առաջինը կապված է ինքնութենական խնդիրների հետ, Ադրբեջանում չի ավարտվել ազգակերտման կամ ազգաշինության, այսպես կոչված գործընթացը, եւ որևէ կերպ չի կարող զիջվել որպես հիմնական թշնամի հայերին ունենալու գործոնը, իրենք շարունակելու են պահել հայերին որպես կենտրոնական եւ հիմնական թշնամի, մենք սրա մասին նաեւ գրել ենք, պարոն Մերկոնյանը նշեց, տպագրվել է սրա մասին, եւ երկրորդը, որի մասին ավելի քիչ ենք խոսել, եւ այստեղ ավելի շատ դրա մասին խոսենք, դա կապված է սեփական իշխանության պահպանման, այսինքն ռեժիմի գործողը, ռեժիմի պահպանման եւ վերարտադրության խնդրի հետ, սա ավելի հետաքրքիր է կարծում եմ եւ ավելի քիչ քննարկված։ Տեսեք, 2016 թվականի ապրիլյան պատերազմը տեղի ունեցել մի իրավիճակում, երբ որ եթե կհիշեք, տեղի էր ունենում համաշխարհային շուկայում նավթի գների կտրուկ անկում, որին հաջորդեց արժեքի մանատի ադրբեջանական արժեք մանատի կրկնակի դեվալվացիա,
սրան հաջորդեց գնաճ եւ առաջինը դա ազգացին, այսինքն սոցիալական ճգնաժամը սկսվեց ապակենտրոն Բաքվից դուրս հիմնականում շրջաններում, պերիֆերիաներում, նաեւ էթնիկապես ծանրաբեռնված պերիֆերիաներում հարավ եւ հյուսիս եւ բնականաբար Ադրբեջանը գնաց պատերազմի ապրիլին նմանատիպ իրավիճակում։ Սա ինչ հետևեց սրան, նախ ինքը սոցիալական ցույցերը որևէ մեկը չուներ երաշխիք, որ չի կարող վերաճվել կամ տրանսֆորմացվել էթնիկականի, դա մյուս խնդիրն է, բայց այնուամենայնիվ սա հանգեցրեց սեփական ճգնաժամի հաղթահարման եւ ինչ ավելի հետաքրքիր է, այդ ճգնաժամը հակառակորդ կամ թշնամի պետության տարածք տեղափոխելու։ Եթե կհիշեք, ընդամենը ամիսներ անց Հայաստանում տեղի ունեցավ հուլիսի ՊՊՑ գնդի գրավումը, երկրորդ օրինակը նույնպես ունենք 2020 թվականի հուլիսին, դա նախադեպային է հետխորհրդային Ադրբեջանի պատմության մեջ, երբ որ հազարավոր մարդիկ ներխուժեցին խորհրդարան, նորից սպասվում էր ճգնաժամ, նորից պատերազմ, ու նորից հաղթահարում է սեփական ճգնաժամը եւ ճգնաժամը տեղափոխում է թշնամու տարածք։ Նույն իրավիճակը կարող ենք տեսնել 22-ին իր մոտ չկա, բայց նորից թշնամի կամ հակառակորդ պետության տարածքում ճգնաժամ է, նույնը 23-ին։ Այսինքն ունենալով նմանատիպ գործիք, հա, իր դարակում դրած հավանականությունը, որ կհրաժարվի դրանից, երբ որ գիտի, որ ցանկացած ճգնաժամի պարագայում ունի չակերտավոր ասեմ հաղթահարելի հակառակորդ եւ թշնամի, որի դեմ պատերազմ սադրելով կարող է լուծել սեփական խնդիրները, շատ ցածր է։ Ուրեմն սրան հետևում է, ավարտում եմ, սրան հետևում է այն կարևոր հանգամանքը, որ ինքը չի դադարեցնելու հայատյացությունը, պատերազմը դա միայն սպառազինություն չէ, ու միայն զենք չէ, որ դա ձեռք բերելով կարողանաս մարդուն ուղարկել նահատակության։ Դրա համար պետք է պահպանել հիմնական թշնամու կերպարը, այս պարագայում իդեմս հայերի եւ Ադրբեջանը հետեւողականորեն անելու է դա, ու սա է պատճառը, որ մենք համարում ենք, որ առաջիկայում եւս, առաջիկա տարիներին եւս Ադրբեջանում տեղի չի ունենալու հակահայկականության նվազում կամ սրա վերացում, սա հիմնականն է, երբ կա, բայց երևի հարցերով։ Շնորհակալություն։